Ես վստահ մեր թիմով ինչ խոստում տվել ենք, ինչ ծրագիր գրել ենք, իրականացնելու ենք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի վերջին այս նույն թիմով, բայց լիդեր այլ թեկնածուով Գյումրեցուն ոսկե սարեր էր խոստանում, շռայլ խոստումներ տալիս, բայց իրականություն դառնալու փոխարեն դրանք նորից մնացին ծրագրային մակարդակում։ ՔՊ-ականները իրենց խոստումները չիրագործելու մեջ դարձյալ շտապեցին մեղադրել Բալասանյան դաշինքին, անտեսելով այն, որ իշխող ուժ լինելով հանդերձ, քաղաքապետի երկու տեղակալներով ավելի քան 2 տարի Գյումրին ղեկավարեցին, բայց քաղաքի համար տեսանելի ոչինչ չարեցին։ Մենք Գյումրու քաղաքապետարանում իշխանություն չենք եղել, մենք որոշ ժամանակ 2 տարի եղած կոալիցիան մաս կազմած ժամանակ, մի տարի ես փոխքաղաքապետ եմ եղել ու այսօրվա գնահատականը, որը գյումրեցիները տալիս են մեզ եւ ինձ, հենց այդ մեր արած աշխատանքի արդյունքն է։ Այսօր բերել մեղադրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 3 տարի չկատարված աշխատանքի համար շատ ճիշտ է, չի կատարվել, դրա համար այսօր այս պատկերն ունենք ու այսօր մենք ընտրությունների ենք, արդահերթ ընտրությունների ենք։ Բալասանյան դաշինքը փաստացի ունեցել է այդ համայնքապետարանում համայնքապետ եւ ունեցել է մի հատ էլ ստվերային համայնքապետ։ Երկու տեղակալներ։ Հա, մենք ունեցել ենք 2 տեղակալներ, որոնց գյումրեցիները իդեպ շատ սիրում են։ Բայց չեն ճանաչում, Դավիթ Արուշանյանին չեն ճանաչում։ Արտուր Պալյանին նույնիսկ չի շփվել, ոչ մի լրատվական հարցազրույց չի տվել։ Դե ինչ, դե ոչինչ, հիմա մարդն էլ կարող է այդ ոչի։ Ոչ միայն Արթուր Պապիկյանը, այլ նաև ՔՊ-ական մյուս նախկին փոխքաղաքապետ Վահագն Մգրտչյանը նույնպես 2 տարի շարունակ լռություն պահպանեց։ Գյումրու համար որևէ նշանակալի նախաձեռնությամբ հանդես չեկավ։ Լռությունը խախտեց կոալիցիոն պայմանագրի խզման մասին հայտարարությամբ, իսկ այսօր խոսեց մրցակից որոշ քաղաքական ուժերի մասին, որոնք ըստ նրա ոչ թե քաղաքի, այլ իրենց գրպանների մասին են մտածում։ Ցավալի է գիտակցել, որ որոշ քաղաքական ուժեր, ովքեր հիմա պաթոսով են արտահայտվում Գյումրու եւ Գյումրեցու մասին, վերադարձել են ոչ թե քաղաքի խնդիրները լուծելու համար, ոչ թե Գյումրեցու հոգսերը լուծելու համար, այլ վերադարձել են սեփական թալանած գույքն ու ունեցվածքը պահպանելու համար եւ դրանք փաթեթավորում են քաղաքական երանգով։ Մարդիկ այսօր, չգիտեմ, Բեռլին են գրավում, Շուշին են հետ բերում, ում երեխեքի կյանքի հաշվին։ Այստեղ մարդ կա, որ պատրաստ է պատերազմի։ Մենք պատրաստ ենք խաղաղության։ Այնպես է ստացվել, որ մասնակից 9 ուժերից 8-ը հայտարարել են, որ դուրս են եկել մեկի դեմ, ես էլ հայտարարել եմ, որ ես գյումրեցիների հետ պատրաստ եմ այդ մարտահրավերը ընդունել եմ, իմ կողքին, իմ թիկունքին գյումրեցիներն են։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Սարիկ Մինասյանը հայտարարեց, որ իրեն ընտրող ու չընտրող բոլոր գյումրեցիների քաղաքապետն է լինելու։ Համերաշխություն, միասնականություն ու խաղաղություն քարոզեց գյումրեցիներին, հայի ու թուրքի բաժանող թեկնածուներին։ Ինտրիգային հայտարարություն էլ արեց։ 9 ուժերից մեկի առաջի համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Թող տղամարդկություն ունենա, հայտարարի, որ ես հայտարարում եմ, այդքան տղա է, քաղաքում բոլորը գիտեն։ Դիմել է քաղաքացիություն ստանալու։ Այնպես որ բոլորի խոսալու մի հավատալ։ Կիմանաք շուտով, եթե ես հնարավորություն եմ տվել խոստովանելու, եթե չխոստովանեց, ես կհայտարարեմ։ Մուշ թաղամասի խնդիրներից խոսեց, բնակիչներն են բարձրաձայնել, Glendale Hills ընկերության կառուցած շենքերը, որոնք ընդամենը 15 տարի առաջ են շահագործվել, արդեն ջրագոյուղատարների խնդիր ունեն, իսկ ամենամեծ խնդիրը թաղամասից ոչ հեռու գտնվող կենտրոնական աղբավայրն է, որի հարցի կարգավորումը բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերում կա, բայց լուծում տվող չկա։ Արդեն երևի մի 8-9 անգամ այդ հրդեհը մենք հանգցրել ենք տարբեր միջոցներով։ Մարդիկ կան, որ դիտավորյալ այնտեղ կազմակերպում են հրդեհ եւ այդ գարշահոտությունը, այդ ծանր ծուխը շնչում են ներքաղաքացիները։ Այս ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպել 4 ընկերությունների հետ, ովքեր ցանկացել են Գյումրիում ունենալ, ստեղծել աղբի վերամշակման գործարան։ Սարիկ Մինասյանը երկար չխոսեց, իր նախընտրական ծրագրում տեղ գտած 37 դրույթներից առանձնացրեց Գյումրիում նոր գերեզմանատուն հիմնելու խնդիրը։ Արդեն նախագիծը կազմված է, ունենալու ենք տիպային գեղեցիկ մեր քաղաքացիներին հարիր գերեզմանատուն, բոլորին հավասար, հարուստի ու աղքատի գերեզման այդտեղ չի լինելու,
Քաղաքացիական պայմանագրի ծրագրային դրույթների 70%-ը նախկին 2021 թվականի ծրագրից են։ Դրանց որ մասը այս անգամ կիրագործեն իշխանության գալու դեպքում երաշխիք չեն տալիս, բայց վստահ նշեցին, որ կոալիցիայով չի կարելի քաղաք կառավարել։ Նախկինում ունեցած փորձն է ցույց տվել։ Կոալիցիաների պարագայում մանավանդ երբ որ լինում են 3-4 ուժեր, այդ կոալիցիայի պարագայում բոլորը քաշելու են դեպի իրենց, մանավանդ շատ դեպքերում տեսնում ենք, որ մեր տեխնացուները լրիվ տարբեր քաղաքական հայացքներ ու նկատառումներ ունեն, անձնականից մինչև քաղաքային ու քաղաքական, ու ավելի շատ քաղաքական էս պարագայում, եւ այդ մի 4-5-3 ուժերով կոալիցիա կազմելը միայն բերում է այն բանին, որ քաղաքը մասնատվելու է, քաղաքը տարանջատվելու է։ Երաշխիքը Գյումրեցու 50+ քվեն պետք է լինի քաղաքացիական պայմանագրին, որովհետև հիմա էլ եմ շեշտում, ընտրելով Ռուբեն Մխիթարյանին, ընտրելով Մարտուն Գրիգորյանին, ընտրելով Կարեն Սիմոնյանին, բոլորը ընտրելու են Վարդան Ղուկասյանին։ Այս թիմերը իրենց քվեն տալու են Վարդան Ղուկասյանին, եթե մենք 50+ չունեցանք։ Կներեք, ես Սերժ Սարգսյանը չեմ, որ կամ Շիրակում կանգնեմ 100-ից 80 խփեմ, 70 խփեմ, թե 60։ Եթե Սարիկ Մինասյանը բավարար ձայներ չհավաքի, արդյոք Դավիթ Արուշանյանը կշարունակի պաշտոնավարել Շիրակի մարզպետի պաշտոնում։ Արդյոք նա չի արժանանա Մուշեղ Մուրադյանի բախտին, երբ ըստ որոշ աղբյուրների նրան աշխատանքից ազատեցին այն պատճառով, որ փրայմերիզի ժամանակ Կարեն Սարուխանյանը բավարար ձայներ չհավաքեց։ Դավիթ Արուշանյանն այս մասին չի մտածել։ Ես վստահեցնում եմ, որ 31-ին էլ եմ լինելու Շիրակի մարզպետ, դեկտեմբերի 31-ին էլ եմ լինելու Շիրակի մարզպետ եւ ես եւ պարոն Մինասյանը որպես մարզպետ ու քաղաքապետ շնորհավորելու ենք գյումրեցիների նոր տարին։ Տարի պես կանգնած է Գյումրու եւ Գյումրեցու թիկունքին։ Սիրում եմ բոլորիդ